Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 13-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Բայց սկսենք հայաստանյան իրադարձություններից, որտեղ բավական կարևոր դեպքեր են կատարվել, հիմա դրան անդրադառնանք, նոր անցնենք աշխարհաքաղաքական իրավիճակին։ Նախ Եվրախորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրաթափ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները խորագրով բանաձևն ընդունվել է 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ ձայների համեմատությամբ։ Այսինքն տեսնում եք ձայների ինչպիսի շեշտակի տարբերություն, կողմերի քանակը տեսնում եք արդեն ինչքան է, իհարկե Եվրախորհրդարանի նման որոշումը պարտադիր կատարման ուժ չունի, բայց ինքը շատ կարևոր է եվրոպական տարբեր կառույցների համար, որպեսզի նրանք ընդունեն, որ իրավիճակը ինչպիսին է և իրենք էլ իրենց քաղաքականությունը կառուցելիս հաշվի առնեն այս հանգամանքը։ Սա մի բանով էլ է կարևոր, որ Հայաստանի իշխանությունները բավական զգուշավոր են խոսում այս թեմայով, որ հանկարծ չվնասեն, եւ սա արդեն Եվրախորհրդարանն է դրան անդրադառնում, այսինքն ընդհանրապես դա նույնիսկ չի էլ կապվում նրա հետ, թե Հայաստանի իշխանությունները ակտիվ հետներն աշխատեցին, որ իրանք դա ընդունեցին։ Ակնհայտ է, որ այդտեղ նման խնդիր ուղղակի չկա։ Հիմա տեսնենք հետագա շարունակությունը սրա հետ կապված, իսկ Ադրբեջանը արդեն արձագանքել է եւ ցույց տալով, որ առանձնապես դա իրեն չի հետաքրքրում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևն ասել է. «Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական գործընթացի հետ։ Հայաստանի տարածքում կան մարդիկ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության ադրբեջանական ժողովրդի դեմ, և նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևով ազդել Ադրբեջանի վրա։ Ահա այս այն բանաձևն էր, որին արդեն Ադրբեջանն արձագանքել է։ Քննարկման առարկա է նաև փոխհատուցման հարցը։ Նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր քաղաքների և գյուղերի ավերածությունների, մեր նյութական և մշակութային ոչնչացման և թալանի հետևանքով հասցված վնասի ճշգրիտ և մանրամասն գնահատումը, ասել է Հաջիևը։ Հիմա տեսեք, այստեղ երկու հարցն էլ ուղղակիորեն առնչվում է մեր իշխանությունների քայլերին։ Առաջինը, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատերազմի հանցագործ են, սպանել են ադրբեջանցիներին, և երկրորդը փոխհատուցման հետ կապված իրանք նախագահի հանձնարարությամբ հանձնաժողով են ստեղծել, որոնք գնահատում են, թե 30 տարվա օկուպացիայի ընթացքում Հայաստանը ինչ վնաս է տվել Ադրբեջանին։ Այս երկուսը մի պատճառ ունի, որ Հայաստանի վարչապետը և նախագահը կանգնեցին, ասեցին Արցախը 91 թվականից Ադրբեջանի կազմում էր։ Այսինքն ընդունեցին, որ ոչ թե մենք գնացել էինք Արցախին աջակցության, որովհետև մենք նաև պարտավորություն ունեինք իրավաբանորեն, բացի նույն ազգը ելնելը, դա հարցի մի կողմն է, նաև պարտավորություն ունեինք, ստանձնել էինք այդ պատասխանատվությունը Արցախի անվտանգության համար, և մեկ էլ պարզվեց Հայաստանի իշխանություններն ասեցին 91 թվականից դա Ադրբեջանի կազմում էր, այսինքն մենք օկուպանտ ենք, մտել ենք Ադրբեջանի տարածք։ Երբ որ ես դա ասում եմ, Նիկոլ Փաշինյանի աջակիցները անդադ ուզում են ասեն, բա այդ ասում եք Ադրբեջանին, հուշում եք, ես միլիոն անգամ եմ ասել, որ Ադրբեջանը արդեն այդ հայցերը ներկայացրել է, որի մասին ես ասում եմ։ Եթե ներվայնանում եք, որ իմանում եք, որ ինչ է արել Փաշինյանը, որի արդյունքում հիմք է տվել Ադրբեջանը, դա անի պետք չի ինվերակցել։ Եթե ներվայնանում եք ինձ լսելով, մի լսեք, գնացեք շարունակեք լսել Փաշինյանին, ձեզ անիմաստ է, որ իզուր ժամանակ ծախսեք ինձ լսելու վրա։ Հարցը նա է, որ Նիկոլ Փաշինյանը փաստաթղթորեն հիմնավորեց,
որ Հայաստանը այո օկուպացել է Ադրբեջանի տարածքը, հրապարակեց դա ազգային ժողովի բարձր ամբիոնից, հայտարարեց նաև Հայաստանի նախագահը, դա հատուկ արվեց նրա համար, որ Ադրբեջանը հիմք ունենա մեր նկատմամբ հայց ներկայացնելու, հատուկ հիմք ունենա, որ ցանկացած մարդու ասի, որ նրանք պատերազմի հանցագործ են, նրանք մտել են Ադրբեջանի տարածք եւ ադրբեջանցի են սպանել, որովհետև Հայաստանի իշխանությունները ընդունեցին, որ այո դա Ադրբեջանի կազմում էր։ Սա այն վտանգներ, որի մասին ամիսներով խոսել եմ, թե դա դիտավորյալ արվի, եթե սա ալներ զուտ թյուրիմացություն, Նիկոլ Փաշինյանը այնքան բաներ է ասել, հետո փոխել է իր ասածը, բայց քանի որ սա պետական հանցագործություն է, հատուկ պայմանավորված Ադրբեջանի հետ, ինքը համառորեն դա առաջ տարավ մինչև այսօր, այսինքն ինքը չի կարող դա հենց հրաժարվի, այդ պարտավորությունը ինքը արդեն ստանձնել է, թե չէ քիչ բան է եղել, որ ասել է հետ փոխել է խոսքը, բայց սա ինքը չի կարող փոխի, որովհետև սա ոչ հրապարակային պարտավորությունն է, որ ինքը ստանձնել է Ալիևի առաջ, ինչից հրաժարվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ուղղակի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չէ շղթել, որ սահմանադրության այն տեքստը, որը կարա լինի, կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկում ապրելու եւ հարաբերվելու կանոնների մասին։ Այսինքն սահմանադրությունը ինչ է նշանակում սահմանադրության տարածաշրջանային սահմանադրությունը որն է սահմանադրությունը հիմնական օրենքն է օրենքի տարածաշրջանայինը որն է այսինքն կուսակցության գաղափարախոսությունը արտաքին քաղաքական կողմնորոշումը տարածաշրջանային սահմանադրությունը ինչ է նշանակում այսինքն հաշվի առնենք տարածաշրջանի պետությունների պահանջը պարզ ասեք մարդիկ հասկանան սահմանադրությունը փոխելու ենք որովհետև դա պահանջում է Ադրբեջանը երբ որ ասում էր Նիկոլ Փաշինյանը գիտեք մենք սահմանադրությունը դեռ 18 թվից էինք սկսել որոշել հոնոր չենք որոշել Ադրբեջանի պահանջով ինքը այսօր նշեց 18 թվից որ մենք եկել ենք իշխանություն հասկացել ենք որ չի կարելի այդ սահմանադրությունը փոխել մի քանի ամսվա սահմանադրությունն որ գործում է հետո հետագայում հասկացանք որ անտրամաբանական այսինքն երբ որ դուք այդ մասին խոսել եք դա ընդհանրապես խոսակցություն է եղել իրական որևէ բանի հետ կապ չունի իսկ հիմա ակնհայտորեն ընդունում է Նիկոլ Փաշինյանը որ դա տարածաշրջանային պահանջ է որպեսզի սահմանադրությունը փոխվի որովհետև եթե խոսքը վերաբերվեր մինչև այդ սահմանադրությունները լեգիտիմ չեն ընդունենք մի հատ լեգիտիմ սահմանադրություն, էլի ընդունենք լեգիտիմ սահմանադրություն, բան չի դառավ տարածաշրջանային։ Ակնհայտ է որ պահանջը որն է, բայց դա էլ խնդիրը որն է։ Հիմա շարունակությունը մենք կտեսնենք, որ նույնիսկ այդ պատրաստակամությունը, որ Հայաստանը հայտնում է, դա գործին առանձնապես չի օգնում։ Հիմա ասեմ ինչի։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է. Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Բայրամովը շեշտել է Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը։ Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքը հետևյալն է. Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրությունում, որում դեռևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Այսինքն ինչպես տեսնում եք, այդ երկու կետերը, երբ որ Նիկոլ Փաշինյանը անդադ ասում էր, որ մենք հենց հիմա էլ պատրաստ ենք ստորագրելու երկու չհամաձայնեցված կետեր կա, պատրաստ ենք այդ երկու կետը հանել ստորագրել Ադրբեջանը չհամաձայնվեց, անընդհատ ասում են մենք այսօր էլ պատրաստ ենք, մենք շտապում ենք, անենք, Ադրբեջանը չհամաձայնվեց, ի վերջո այսօր ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ այո, այնքան ձգվեց Ադրբեջանը չհամաձայնվեց, մենք համաձայնվեցինք Ադրբեջանի պահանջին։ Եթե դա անընդունելի էր մի տարի առաջ, եթե դա ընդունելի էր 5 ամիս առաջ եւ հիմա ընդունելի է, այսինքն դա գնացել է զիջումների, որտեղ այն ժամանակ վախենում էր ժողովուրդը ծանր կտանի, ժամանակապետ կամած ժողովրդին տրամադրենք դրան։ Այսինքն Հայաստանը երկու կետով էլ գնաց զիջումների, որի մասին այդքան երկար բանակցում էին, Հայաստանը չէր ուզում ընդունի։ Հիմա ընդունեց, որովհետեւ ասում է, դե չկարողացանք համոզենք, որ այդ կետերը փոխեն, դե չփոխեցին, մենք էլ ընդունեցինք։ Հիմա տեսնում եք, եւ նորից հարցը առաջանում։ Սահմանադրության փոփոխելու հարցը, այսինքն
իրանք կոնկրետ պահանջ են դնում սահմանադրությունը փոխելու, Նիկոլ Փաշինյանն ինչքան փորձեց ցույց տա, որ դա մեր փոխելունն է, իրանց հետ կապ չունի, չի ստացվում, Ժորժ ջան, դե ախր հնարավոր չի այդքան, որ մեկին խափի, ինքը էլ իր ուղեղով, հեշտ է այդքան։ Հիմա ստիպված եղավ Խոստովանի, բայց Ադրբեջանը շարունակում է այդ պահանջը։ Հիմա Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևն ասել է, Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի սահմանադրությունից։ Նման բան գործնականում արդեն եղել է։ Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության սահմանադրության մեջ։ Իռլանդիան պարտավորվել է փոխել իր սահմանադրությունը եւ ճանաչել Մեծ Բրիտանիայի լիակատար ինքնիշխանությունը Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ, ասել է Հաջիևը։ Իհարկե վատը գիտեք որն է, որ Ադրբեջանն էլ առանձնապես գիտելիքներով չի փայլում, բայց ինչի են իրանք միշտ ունենում հաջողություն, որովհետեւ մերոնք համ անգրագետ են, համ ծախված։ Նրանք գոնե, այսինքն լա դուք պատկերացնում եք, եթե հանկարծ մենք մի հատ նորմալ իշխանություն ունենայինք, տեսեք Հաջիևը ինչ է ասում, սա ուղղակի մեծ նվեր է։ Ինքը ասում է, որ Իռլանդիան ինչ է արել։ Իռլանդիան ընդունել է իր սահմանադրությամբ Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ պահանջներ չունի։ Այսինքն, եթե մենք նայենք Իռլանդիայի պատմությունը, նորմանները գնացին Իռլանդիա դեռ 12-րդ դարից։ Դրանից հետո ահագին խնդիրներ առաջավ մինչև 16-րդ դար անգլիացիները իրանց վերահսկողությունը լիարժեք հաստատեցին կղզու վրա, իսկ մինչև այդ շատ դաժան բաներ արեցին Իռլանդիայի նկատմամբ, էլ որոշեցին կաթոլիկներին ճնշել, էլ որոշեցին անգլիական համազգեստ հագնել, անգլիական զգեստ կրել, շորեր հագնել, էլ որոշեցին, որ նրանք այնպես անել, նրանք ծառայության հետ կապված չունենան զորք ստեղծելու հնարավորություն, հնարավոր բոլոր դաժանություններն արել են Իռլանդիայի հանդեպ։ Ընդդուք միջև հարցը հասել է նրան, որ եղել է Իռլանդիա-Անգլիա պատերազմ 1919-21 թվականներին։ Արդյունքում Անգլիան կարողացել է Հյուսիսային Իռլանդիան պահել, թեպետ դեռ երկար ժամանակ կռիվ էր գնում, որ Հյուսիսային Իռլանդիան այնուամենայնիվ դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից եւ միավորվի Իռլանդիայի հետ։ Այսինքն Հիկմետ Հաջիևը ընդունում է, որ Արցախը անբաժանելի մասն է եղել Հայաստանի։ Եվ պատերազմի ընթացքում Արցախը իրանք վերցրել են, ոնց որ Բրիտանիան, Հյուսիսային Իռլանդիան, եւ ստիպված Իռլանդիան ընդունել է, որ այդ տարածքը Անգլիայինն է, այսինքն Իրանն է, բայց ինքը ստիպված ընդունել է պատերազմի արդյունքով։ Այսինքն Հաջիևն ասում է մի բան, որ հենց մենք ասում ենք, որ պատերազմի ընթացքում 2020 թվականին, եթե նույնիսկ պարտվել ենք, մենք ընդունենք, որ այո, այս վիճակով չենք կարողանում Արցախը պահենք, այդ ուրիշ խնդիր է, բայց ասենք 91 թվականի ձերն էր, տենց բան չկա։ Այսինքն Իռլանդիան իր սահմանադրության մեջ չի ընդունել, չէ՞ որ Հյուսիսային Իռլանդիան երբեք Իրանը չի եղել։ Այսինքն այդ օրինակով Հաջիևն ասում է Հայաստանը եւ Արցախը դա անբաժանելի մասեր էին։ Կռվի արդյունքում բաժանվել է այնպես, ինչպես Անգլիան վերցրել է Հյուսիսային Իռլանդիան։ Սա պարզապես իրանց անգրագիտությունը մերոնց համար նվեր է, բայց որ մեր իշխանությունները իրանց կողմից են խաղում, այդ նվերից ով օգտվի։ Մենք լսում ենք, մեկ ներվայնանում ասում մի կողմ։ Հասկացաք, չէ՞ տարբերությունը, որ նա իր ասացի։ Ինքը ընդունում է, որ Արցախը հայկական էր, ոնց որ Հյուսիսային Իռլանդիան իռլանդական։ Իսկ հիմա Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտգործնախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության հաստատում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների տեղի շուրջ։ Այսինքն Ադրբեջանը հասավ 3 բանի։ Առաջին, այդ երկու չհամաձայնեցված կետերը Հայաստանն ընդունեց։ Փաստաթղթով ընդունեց այդ կետերը։ Այսինքն մենք մեր զիջումը արել ենք, բայց դեռ պայմանագիր չկա ու դեռ չգիտենք կլինի թե չէ։ Եվ երկրորդ, ընդունում ենք, որ սահմանադրությունը պետք է փոխենք։ Ադրբեջանը սա ստացավ, դրեց դարակում, բայց հիմա արդեն պայմանը նորից շարունակում է։ Էլ ինչին է իր պետք մի թուղթ ստորագրի, եթե առանց թուղթ ստորագրելու կամ առանց պատերազմի ինքը սեղանին նստած ինչ ուզում է ստանում է։ Հիմա Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է. մենք գոհունակությամբ նշում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Միևնույն ժամանակ մենք եւս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, որ բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք հնացած եւ անգործունակ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ նրա հարակից կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությանը, ասում է հայտարարության մեջ։ Այսինքն իրանք ասում են մենք ստացանք զիջումները, բայց այս փաստաթուղթը չենք ստորագրի, մինչև դու սահմանադրությունը չփոխես։ Այսինքն սա նշանակում է արդեն զիջումները կա։ Բանակցությունն ավարտված է, նոր բանակցություն էլ չեն անելու։ Բանակցությունն ավարտված է, վերջ, մենք համաձայնության ենք եկել։ Դե դնում ենք դարակը, սպասում ենք միջև։ Այսինքն մենք այլևս որևէ գործիք չունենք, որ ասենք, եթե մեզ պարտադրում ես, որ մենք սահմանադրություն փոխենք, մենք էլ են խաղաղության պայմանագրի համաձայնության, եթե չենք եկել թեկուզ մի կետ, ուրեմն համաձայնեցված չի ոչինչ։ Պաշտոնապես ավարտվել է բանակցությունները եւ համաձայնությունը ձեռք է բերվել։ Վերջ, այդ փաստաթուղթը այլևս որևէ ձևով նախապայման չի։ Զիջումները փոխեցին, հիմա ասում են սահմանադրությունը փոխի։ Սահմանադրությունն էլ Հայաստանը չի կարող արագ փոխել, դրա համար պետք է հանրակրվի։ Դրա համար իրան պետք է մինչև բանը ընտրություններ սահմանադրության տեքստը պատրաստի, գնան իշխանությունը վերցնեն Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի օգնությամբ, որ այնպես անեն բոլորին բանտերը լցնեն, այս անեն, նենց անեն, նորմալ ընդդիմություն չառաջանա, ստեղծեն իրանց սպասարկու ընդդիմություն, այս ամեն ինչը անեն մի բանի համար, որ Ադրբեջանին ասեն, դե լավ, բանակցությունը որ ավարտված է, պատերազմի սկսի, մենակ պատերազմով մեզ վախացրու, որպեսզի մենք է ժողովրդին վախացնենք, որպեսզի մենք էլ հիմա գնանք ասենք դե պետք է ընտրվենք, որ սահմանադրությունը փոխենք, ժողովրդը եթե մեզ ձայն տա, այդ սահմանադրության տեքստը արդեն հրապարակում են մինչև ընտրության։ Ձայն տալով իրանց, դուք ավտոմատ կերպով ձայն եք տալիս այդ սահմանադրության տեքստին։ Տենց չէ ներկայացվելու։ Բա ժողովուրդ ջան, բա դուք գիտեիք սահմանադրության տեքստը, համաձայն չէիք, մեզ ինչի ձայն տվեցիք, եթե մեզ ձայն եք տվել, ուրեմն այդ սահմանադրությանը դուք համաձայն եք։ Այս սա է ներկայացվելու ժողովրդին։ Եվ այս պարագայում հիմա արդեն հասկացաք ինչա տեղի ունենում։ Սահմանադրությունը փոխելու նպատակը նաև Հայաստանի պահանջատիրությունը չլինի, որը դա լինում է Ադրբեջանի պահանջով։ Եվ ինչպես տեսակ եւ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր նաև իր աճեպազորությունում ասեց, որ այո, Ադրբեջանին տարածք տալու ենք, ճանապարհ տալու ենք։ Իհարկե անդադ նշում են, որ դա մեր ինքնիշխանության հաշվին չի, հասկացանք ինքնիշխանության հաշվին չի։ Հայաստանի տարածքն է, բայց Հայաստանի պարզեցված ընթացակարգով անցնելը կամ անխոչդոտ անցնելը արդեն հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, որ դու քո ինքնիշխան տարածքում որևէ ձևով չես կարողանում քո տարածքով անցնող բեռները ստուգես։ Էլ ինքնիշխանությանը հարված է, ոնց է ալնում։ Բոլորս էլ հասկանում ենք, որ տարածքը չի կտրվելու տա Ադրբեջանին, բայց եւ հասկանում ենք, որ Ադրբեջանը այդ տարածքը անխոչնդոտ օգտագործելը նշանակում է դա արդեն իր տարածքի նման օգտագործելու է։ Եվ ասել, որ դա մեզ համար նույնն է, ոնց որ մենք այս Սյունիքը կապենք Արարատի հետ, դե դա լուրջ չի։ Դա նրա բեռները նայեք, որտեղով անցնում, տրանզիտ որտեղով է գալիս, եւ մեր բեռները նայեք, որը
լիակատար կապիտուլյացիա էր սա Նիկոլ Փաշինյանի կողմից խաղաղ պայմաններում։ Այսինքն պատերազմից հետո եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ասում է դե ինչ անենք, չանենք, պատերազմ կսկսվի, հիմա երբ որ խաղաղության փաստաթուղթը կա, բայց Հայաստանը հրաժարվում է սահմանադրությունը փոխել, դա լեգիտիմ հիմք է Ադրբեջանի համար, այն էլ քանի որ ճանապարհի հետ կապված հարցն էլ արդեն Նիկոլ Փաշինյանը հրապարակային ասեց, այո, տալու ենք այդ ճանապարհը։ Եվ եթե այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունները ձգձգեն, Նիկոլ Փաշինյանը դե դուք ձգձգեցիք, նրանք էլ հարձակվեցին։ Բավարար ասում էի շուտ այդ թղթերը համաձայնացնենք, այս սրա համար էի ասում։ Միշտ մեղավոր կգտնվի ժողովրդյան, հատկապես մեր ժողովուրդը։ Որտեղ եթե մեր ժողովուրդը հանդուրժում է ասենց վարչապետ, իրոք մեղավոր է։ Պետք չի ասել, բա մենք ենք հանձնել, ինքն է հանձնել։ Այդ դուք էլ աթոռը իրան եք հանձնել, բա չհասկացաք ինչ կատարվեց։ Եվ այս ամեն ինչի մեջ Նիկոլ Փաշինյանը ամենակարևոր հարցը, որ դրեց տեղը տեղին այսօր հարցը, որտեղ տեսեք աշխարհը ինչքան խառը է այս ամեն ինչի մեջ։ Հիմա մենք փորձում ենք գյուղապահովագրության համակարգը Հայաստանում փրկել։ Ինչի ենք ուզում փրկել, որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների։ Պարզում է տեղեր կան, որ մարդիկ գիտեն այնտեղ ամեն տարի կարկուտ է գալիս, ապահովագրում են, տանում են այնտեղ հատուկ ինչ-որ բան են ցանում ու սպասում են կարկուտը գնան ապահովագրությունը ստանան ու այդպես ամեն տարի։ Հա այս տարի էլ մի կերպ գլորենք, անցած տարի էլ գլորեցինք, լավ մյուս տարի էլ հնարավոր է գլորենք, բայց եթե այս խնդիրը չփոխվի, ասելու ենք վերջ, էլ չենք կարողանում անել, գյուղատնտեսական ապահովագրությունն իմաստ չունի, չի ծառայում իր նպատակին, շեշտել է վարչապետը։ Այսինքն, երբ որ արդեն գյուղատնտեսական ապահովագրությունը բացարձակ ձախողել են, հիմա մեղավոր են ման գալի այդ ձախողումը ում վրա գցեն։ Ասմա գյուղացին լավ ուշադիր լսեք, էլի, Ժողովուրդ ջան, գյուղացին իմանալով, որ կարկուտ է գալիս, ինքը գնում է հատուկ ցանում է, որպեսի կարկուտը գա խփի վերացնի, ինքը գնա ապահովագրությունից գումար ստանա։ Հիմա հերթով նայենք այս մարդու ուղեղը, Ժողովուրդ ջան, ես արդեն չեմ հասկանում ինձ հետ ինչա կատարվում։ Առաջինը, նույնիսկ եթե կան զոնաներ, որտեղ կարկուտ գալիս է, հստակ իմանալ, որ կարկուտը գալու է այս մի հեկտարի վրա, այ ամբողջ իր պարագծով, առնվազն հիմարություն է, տենց բան չի լինում։ Նույնիսկ եթե տեղը, որտեղ կարկուտը մշտապես գալիս է, այդ կարկուտը տենց հատուկ սենց չի գալիս, մի անգամ կարող է շատ լինի, մի անգամ քիչ լինի։ Դրա հույսով գնացել սերմացու է ձեռք բերել, կամ իր պահեստավորածը օգտագործել է, բերել է ինքը ագրոտեխնիկական բոլոր հարցերն արել է, որպեսի այդ ցանի եւ երբ որ ապահովագրության ժամանակ կարկուտը խփի մասնագետին, որ կանչի ապահովագրության մասնագետին, նրանք էլ հիմար չեն, մասնագետ են բերում տեսնեն արդյոք ագրոտեխնիկական բոլոր խնդիրները արված է։ Այդ ամեն ինչը արված, ինչ բերք է եղել, որին կարկուտը վնասել է, որտեղ կարկուտը որ խփեց, բոլորը չի վերանում, չէ, թեկուզ մի հատ էլ լինի, կուսումնասիրեն, չէ, տեսնեն ի վերջո նորմալ ռոռոկման խնդիրը լուծել է, նորմալ պարարտանյութ տվել են, ամեն ինչ արել են, թե չէ, մասնագետա չէ դրան նայելու։ Այսինքն եթե մարդը բարեխղճորեն ամբողջ ծավալի աշխատանքը կատարել է, հարց է ծագում, բա նրա ապրանքը ինչի չի ծախվում։ Բա ինչի համար է վարչապետ, չենք ասում գնա ապրանք աճեցրու կամ ապրանքը վաճառի, բա բարենպաստ միջավայր ստեղծի, եթե մարդը այսօր 8 միլիարդից ավել բնակչություն կա, որոնց կեսին սովամահենելում չեն կարող կերակրեն, սնունդ չկա, 1000 ձևի գենետիկ մոդիֆիկացված ապրանք են արտադրում, որ կարողանան մի կերպ կերակրեն, մարդիկ գնացել են 300 կիլո են դառը, ինչ պատայի ուտում են, որ մի կերպ ապրեն, տեղեր կա սովամահենելում, այսօր այս արևը ունենք, այս վեգետացիոն շրջանը ունենում ենք այս արևի տակ, այս հողն ու ջուրը ունենք, մարդը ամեն ինչ անում է բերքը, որ բերքը ապահովագրել է եւ բերքին վնաս է հասցվում, ի վերջո նրան տալիս է ապահովագրությունը, այն ծախսերն է տալիս, չէ ժողովուրդ ջան, այսինքն նայում է թե իրականում դու ինչ վնաս ես կրել, բայց եթե ապրանքը վաճառես շահույթ կունենար, այսինքն մարդը ի սկզբանե եթե պետք է ցանի ու այդ ցանածի դիմաց ստանա իր ամբողջ չարչարանքը, ընդհանրապես այդ գումարը, բան չի ցանում, որ փող ստանա։ Այդքան ծախսը ինչի է անում։ Որովհետև ինքը չի կարողանում այդքան ծախս արած ապրանքը կարողանա վաճառի։
Որովհետև մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է եւ ինքը գտել է մեղավորին, որոնց պատճառով գյուղապահովագրությունը չի աշխատում։ Այս մարդը երկիր է ղեկավարում եւ այս մարդը արտաքին քաղաքական հարցեր է ղեկավարում։ Այս խելքով ժողովուրդ ջան, դուք պատկերացնում եք, ասես ներկայացրեց մարդիկ լսում են, ասում են, այս կականից է, գնացել է, այսքան տանջվել է, սաղ տարին աշխատել է այդ հողի վրա, ստացել է նորմալ բերք, այդ նորմալ բերքին կարկուտը խփել է, գնացել փոխհատուցումը ստացել է։ Այ դրա համար չեն ուզում էլի գյուղապահովագրություն անեն, որովհետև այսպես խարդախ գյուղացիներ կան։ Դուք պատկերացնում եք գյուղատնտեսությունից հասկացող մարդկանց վիճակը, լա ես դրա մասնագետը չեմ, որ այդքանը հասկանում եմ։ Բայց դուք պատկերացրեք այդ մարդիկ հիմա ինֆակտ քանի հոգի ստացավ, իսկ ապահովագրական կազմակերպությունը նրանց ինֆակտի դեմ չեն տանելու բուժեն, որովհետև պետք է ասեն դե ինչ անենք, Փաշինյանից է ինֆակտ ստացել, մենք ինչ մեղավ, հո չենք Փաշինյանին մեղադրելու։ Իսկ հիմա նայենք աշխարհը ինչակատարում, Հայաստանում տեսակ է խայտարակությունը, Թուրքիայի հարցազրույցներ թուրքական լրատվամիջոցներին դա էլ երբ որ արդեն կհեռարձակվի, դան է վաղը կանդրադառնանք, արդեն ակնհայտորեն հասկանում եք, որ ինքը լայնամասշտաբ կապիտուլյացիայի է գնում Թուրքիային, Ադրբեջանին, պատկերացնելով, որ իհարկե տարածաշրջանը ուժեղ է, իրանք են ավելի լավ ուժերի հետ լավ լինենք։ Եվ նրանք ովքեր ասում էին, եթե Ռուսաստանից հրաժարվեց Թուրքիայի գիկնես գնալու, խորը թյուրիմացության մեջ են Ռուսաստանը եւ Թուրքիան իրար հետ լավ էլ համագործակցում են։ Իրանք նույնիսկ մրցակցում են, իրար դեմ են դուրս գալի, բայց միշտ իրանք համաձայնության են գալի։ Այսինքն, եթե այն ռուսամետները, որ ասում են լավ է լավ, Ռուսաստանի հետ լավ լինենք, որ Թուրքիայի հետ չլինենք, կամ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում են արևմտամետ։ Նիկոլ Փաշինյանը աթոռամետ է, նա արևմտամետ չի։ Այդ դիտավորյալ ասում եք, որ արևմուտքի հետ համագործակցության վրա ստվեր գցեք։ Արևմուտքի հետ համագործակցության մարդիկ հստակ ասում են, որպեսի Թուրքիայի ազդեցությունը չմեծանա, մենք ուղիղ պետք է աշխատենք ոչ միայն Եվրամիության, այլև նոր ստեղծվելիք Եվրամիության անվտանգության համակարգերի հետ, որոնք մի քիչ ավելի ծավալուն կարող լինեն, քան անգամ Եվրամիությունը։ Ինչի մասին է խոսքը։ Այդ ով է ասում, որ եթե Ռուսաստանը չի Թուրքիան, ընդհակառակը, թե ռուսամետների, թե նիկոլամետների ուզածը երկու դեպքում էլ Ռուսաստանն ու Թուրքիան դա նույնն է։ Նրան ընտրես նրա հետ ես, նրան ընտրես նրա հետ ես, ոչ մի տարբերություն։ Այ իրականը հենց նա է, որ այս երկուսին ուղարկել քաղաքական աղբանոց, միանգամից վերջացնել եւ իրականում բերել եւ նորմալ ձևով ներկայացնել այդ ամեն ինչը, ասել Ժորժ ջան, այս երկրի ապագան այսպես կարող է լինի։ Չի կարող լինի իրանց ասացի նման։ Իսկ հիմա նայենք աշխարհը ինչա կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30 օրյա հրադադարին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, եթե Պուտինը հրաժարվի, կարծում եմ կարող ենք կոշտ քայլերի հույս ունենալ։ Ես մանրամասները դեռ չգիտեմ, բայց մենք խոսում ենք պատժամիջոցների եւ Ուկրաինայի հզորացման մասին։ Այժմ քայլը Ռուսաստանինն է։ Մեր մարդիկ հենց հիմա ուղևորվում են Ռուսաստան եւ հուսանք, որ մենք կարող ենք հրադադար ստանալ Ռուսաստանից։ Սա էլ ասել է Դոնալդ Թրամփը։ Թրամփն ուղղակիորեն չի խոստացել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինը չստորագրի համաձայնագիրը, բայց ասել, որ կարող է ֆինանսապես անել այնպիսի բաներ, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար։ Ես չեմ ուզում դա անել, քանի որ ուզում եմ խաղաղության հասնել, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Հիմա դե պատկերացնում եք ինչքան սխալներ է արել այս մի քանի օրվա ընթացքում Դոնալդ Թրամփը, ում է մեղադրելու է դրանց մեջ։ Մեղադրելու համար մեղավորներ պետք է ման գա, ովքեր են դրանում թերացել, բայց որպես ինքը կարողանա այդ ամեն ինչը վերանայել եւ վերականգնի Ամերիկայի Միացյալ Նահանգի երբեմնի կշռի չնայած անդառնալի հարվածները հասել, ինքը հիմա կուզենա, որ Ռուսաստանը չհամաձայնվի։ Հենց Ռուսաստանը չհամաձայնվեց, կասի տեսակ ես այդքան է զիջումների գնացի չարեցիք, դե մի տեսեք ինչ են կանում, որպեսզի օգտագործի այդ առիթը, որտեղ որ հիմա ցախողել է, դրանք ասի լավ է սարեցնում ենք, այս դադարեցնում ենք, սրողությամբ չենք զբաղվում, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում ենք Ռուսաստանի վրա։ Մանավանդ որ հասկացավ, ասել որ Ռուսաստանին մեր կողմ քաշենք, որպեսի դրա պարագայում մենք Չինաստանին մեկուսացնենք, հասկացավ հակառակն է։ Ռուսաստանը Չինաստանի հետ ավելի սերտացրեց հարաբերությունները, Չինաստանն էլ ավելի սերտացրեց մնացածի հետ, Ամերիկային մեկուսացրեցին։ Հիմա այդ ամեն ինչը հասկանալուց հետո Դոնալդ Թրամփին պետքա որ Ռուսաստանը սխալվի։ Հիմա այս քաղաքականությունն է ինքը ուզում։ Իսկ հիմա մենք տեսեք, այն ինչ որ Թրամփը ասում է, անմիջապես Ռուսաստանից հակադարձում են։ Բամերջյանը քարա, որ հենց մի բան չեղած Ռուսաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ անմիջապես հակադարձում են, ճիշտ կամ սխալ, կարևորը դա չի։ Դե հիմա թող տակից դուրս գան։
Ռուսաստանի Դաշնության նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է. Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար։ Նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Ժամանակավոր հրադադարը հեռու է երկարաժամկետ կարգավորումից, որը հաշվի է առնում Ռուսաստանի շահերը խաղաղության իմիտացիա ոչ մեկին պետք չէ։ Այսինքն ինքը Տրամպի քայլերը համարում է խաղաղության իմիտացիա եւ կարճաժամկետ դադար իրան չի հետաքրքրում։ Այսինքն դեռ բանակցությունները չսկսած Ռուսաստանի հետ, արդեն Ռուսաստանը իր բացասական վերաբերմունքը դրա հետ կապված հայտնում է։ Ուշակովի խոսքով Ուկրաինայում առաջարկվող ժամանակավոր զինադադարը ոչ այլ ինչ է, քան ուկրաինացի զինվորականների համար ժամանակավոր հանգիստ։ Ուշակովը հայտնել է, որ Մայք Ուոլցը, սա Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության գլխավոր խորհրդականի մասին է խոսքը, 3 զանգահարել է իրեն եւ պատմել Կիևի հետ պայմանավորվածությունների մասին։ Այսինքն իրանք պայմանավորվածությունները լսել են Ամերիկայից եւ դեռ մինչեւ բանակցություն արդեն իրանք բացական վերաբերմունք տասում են, որ չենք գնալու այդ զինադադարին, այդ զինադադարը մեր շահերից չի բխում։ Հիմա նայեք Ամերիկան դրանի պատասխան ինչ է անում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. Միացյալ Նահանգները Ռուսաստանին զենք չի մատակարարել։ ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին։ Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները ուժի մեջ են։ Դրանք բավականին կոշտ են։ Ուզում եմ ասել, որ մենք որևէ քայլ չենք ձեռնարկել այս խնդիրներից որևէ մեկը մեղմելու համար։ Այդ խնդիրները դեռ կան, բայց մենք կարծում ենք, որ կառուցողական չէ, որ ես այսօր դուրս գամ այստեղ եւ սկսեմ սպառնալիքներ հնչեցնել, թե ինչ ենք անելու, եթե Ռուսաստանը ոչ ասի։ Հուսանք, որ նրանք այո կասեն։ Եթե նրանք ոչ ասեն, ապա ակնհայտ է, որ մենք պետք է ուսումնասիրենք դա եւ մի տեսակ պարզենք, թե որն է մեր դիրքն աշխարհում։ Նոր հիշեցիք, որ ձեր դիրքին վնաս է հասցված։ Հիմա խոստովանում են, որ եթե Ռուսաստանը չընդունի, մենք պետք է որոշենք, որն է մեր դիրքն աշխարհում։ Աշխարհում դիրքերը կորցնելուց հետո որոշեցիք մի հատ նայեք դիրքերը։ Եվ որոնք են նրանց իրական մտադրությունները։ Եթե նրանք ոչ ասեն, դա մեզ համար շատ բան կպատմի նրանց նպատակների եւ մտածելակերպի մասին, բայց ես չեմ ուզում դրան անդրադառնալ, քանի դեռ մեզ չեն պատասխանել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Այսինքն ակնհայտորեն մենք հասկանում ենք, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները այն դիրքերը, որը զիջել է, ցանկանում է Ռուսաստանի հետ կապված վերականգնել։ Եվ պատահական չի, որ ամբողջ ծավալով զենքն է վերականգնում, իրանք տեսան, որ ռազմական ծախսերն ուզում են պակասացնել, իսկ Եվրամիությունը որոշեց 800 միլիարդի ծախս անել ռազմական բյուջեի։ Նոր գլխի ընկան, մեկը կողքից գնաց ասեց, «Էս քու համար, էս կթուկովը ինչի ես տարել, պահել»։ Հիմա տեսար, որ այդ ամեն ինչը հանձնեցի Ֆրանսիային, տեսար, որ այդ ամեն ինչը եվրոպական երկրները վերցրեցին նախաձեռնությունը, հիմա էլ քու զենքից հրաժարվում են։ Հիմա ստիպված Ամերիկան ամբողջ ծավալով ցանկանում է Ուկրաինային վերականգնել այդ ամեն ինչը, որ գոնե այս մի քանի օրվա թյուրիմացությունը մոռացության տա։ Բայց հիմա Ռուսաստանից անմիջապես նորից արձագանքել են։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. Ռուսաստանը հիանալի հարմարվել է պատժամիջոցներին։ Ռուսաստանի տնտեսությունը բավականին վստահորեն աճում է, նշել է Պեսկովը, ի պատասխան այն հարցի, թե որ պատժամիջոցների վերացմանն է ՌԴ-ն ձգտելու առաջին հերթին։ Այսինքն անգամ մենք չենք վախենում այդ պատժամիջոցներից, դա է պատճառը, որ մենք առանձնապես չենք էլ վախենում, որ Ամերիկան եթե չհամաձայնվենք, ինքը մեզ նոր պատժամիջոցներ է սահմանելու։ Անգամ այդ սահմանածները հանելու հետ կապված էլ անհանգստություն չունենք, թող գնան իրանք հարցը մտածեն։ Այսա դեռ նորից եմ ասում, բանակցությունները չի սկսվել։ Եվ շարունակությունը նայեք հաջորդ պաշտոնյան։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. Ռուսաստանի համար միանգամայն անընդունելի է Ուկրաինայում օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը, նույնիսկ եթե խոսքը խաղաղապահ առաքելության մասին է։ Անգամ չի ասում նենց ոնց որ ՆԱՏՕ-ի հետ կապված, ասում էր Լավրովը, որ ասում էր ՆԱՏՕ-ի անդամ պետություններ չլինեն։ Անգամ խոսքը ընդհանրապես խաղաղապահ առաքելությամբ ոչ մեկը չպետք է լինի։ Զախարովայի խոսքով ԱՄՆ հասկանում է Ուկրաինա օտարերկրյա զորքեր ուղարկելու հետևանքները եւ հետեւաբար իրեն հեռու է պահում նման ծրագրերից։ Դա կնշանակի այդ երկրների ներգրավումը մեր երկրի հետ ուղղակի զինված հակամարտության մեջ, որին մենք կպատասխանենք բոլոր առկա միջոցներով։ Այսինքն ցանկացած խաղաղապահ, որը կլինի Ուկրաինայի այն տարածքում, որը Ուկրաինան կարողացել է պահպանել, այդ տարածքում եթե դա մնաց, դա համարվում է բանի
ուղղակի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանը, բայց եթե դու չես հարձակվելու այդ տարածքի վրա, ինչ հակամարտության մասին է խոսքը, ինչ խնդրեմ ունես, եթե դու չես հարձակվելու նրա վրա, այնտեղ կանգնած մարդը քեզ ինչ է խանգարում, այդ մարդը չի պատրաստվում քո վրա հարձակվի։ Դե ակնհայտորեն հասկացաք, որ նույնիսկ էս էլ է նախապայման, այս բոլորը կարդացի, թե ինչ նախապայմաններ են իրանք դնում, իսկ դրան զուգահեռ Ֆրանսիայի ազգային ժողովն ընդունել է Ուկրաինային օգնությունն ավելացնելու մասին բանաձև, որի շրջանակում առաջարկվում է արգելավել ռուսական սառեցված ակտիվները։ Փաստաթուղթը պաշտպանել է 288 պատգամավոր, բանաձևին դեմ է արտահայտվել 54, այսինքն սա ստորին պալատի որոշումն է, սա էլ խոսում է նրա մասին, որ Ֆրանսիան հետևողականորեն առաջ է տանում այդ գիծը եւ որի պարագայում ինքը եւ սա նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ցույց է, որ Եվրոպան չի հրաժարվել այդ գաղափարներից։ Հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախկինում թվում էր, թե չէր ցանկանում խաղաղություն հաստատել, սակայն այժմ նա համաձայնվել է։ Ամերիկյան կողմն իր հերթին արդեն ինչ-որ բան ձեռնարկելու մոտ է, եւ ինչպես գիտեք, ես միշտ ասել եմ, որ Ուկրաինան թերևս ավելի բարդ կողմն էր, ասել է ԱՄՆ նախագահը։ Դա էր պատճառը, որ ինքը սկզբից ասեց Ռուսաստանի հետ խոսենք, Ուկրաինան դե հեչ, հետո իրան կասենք, հետո Ռուսաստանի հետ խոսեց, Ուկրաինան մերժեց, որ հիմա ասում է լավ է բեր Ուկրաինայի հետ պայմանավորվենք, եթե Ուկրաինան համաձայնվի, նոր Ռուսաստանին ասենք հազիվ Ուկրաինային համոզել ենք, դե հիմա դու պետք է համաձայնվես։ Պատահական չի, որ ասում է, եւ ինչպես գիտեք, ես միշտ ասել եմ, որ Ուկրաինան թերևս ավելի բարդ կողմն էր, ասել է ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ Տրամփը հիշեցրել է հետաքրքիր բաները, որոնք ավելի վաղ տեղի են ունեցել Սպիտակ տանը։ Նկատի ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վիճաբանությունը։ Ինձ այցելել էր մի մարդ, որը կարծես թե խաղաղություն չէր ուզում։ Հիմա նա համաձայնվել է, ասել է ԱՄՆ նախագահը։ Հիմա ինքը դրա համար ուզում է ասի այն հանգամանքը, որ ուշադրություն դարձրեք ժողովուրդ ջան, դե քանի որ ինքը դա զիջել է, ես էլ դա արդեն ինքը պատրաստ է խաղաղության, հելա հիմա տեսնենք Ռուսաստանը ոնց չի համաձայն։ Այսինքն համարում է, որ արդեն իր այդ փառասիրությունը բավարարել է Զելենսկին, հիմա մնում է, որ ինքը մտածի Ռուսաստանին կոտրելու ուղղությամբ, էլի, որպեսզի կարողանա ապացուցի, որ մեկը իրան հաջողվեց խաղաղության գնալ։ Իսկ հիմա Սպիտակ տանից հայտնում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտքոֆն այս շաբաթ կայցելի Մոսկվա։ Ինքը իմիջիայլոց մերձավոր արևելքի գծով բանագնաց է, դա էլ մի հատ տարօրինակ է, բայց դրան կանրադառնանք։ Հիմա հաղորդվում է, որ Ուիտքոֆը Մոսկվա կատարել է կայցի ժամանակ պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ գանակցային թիմը ժամանել է Մոսկվա եւ կողմերի միջև նախատեսվում են շփումներ։ Պեսկովն ընդգծել է, որ ներկայումս ընթանում է Ջիդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին տեղեկատվությունը ռուսական կողմին փոխանցելու գործընթաց։ Բայց հիմա մի հատ բան է, չէ՞ առաջանում։ Ժողովուրդ ջան, բայց ոնց է պատահել, որ հիմա մերձավոր արևելքի գծով բանագնացն է գնում Ուկրաինա, բայց ինչ հաշիվ էր։ Բա մի հատ մեկը չկար, որ դրան Դոնալդ Տրամփը ներկայացրեց զինվորական, շատ մեծ կյանքի փորձ ունեցող, լուրջ ճանապարհ անցած եւ այլանից ներկայացրեց, ինքը կգնա բոլոր հարցերը կլուծի։ Պարզապես պատահաբար պոլիտիկոն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելեգին հեռացրել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական հակամարտության լուծման շուրջ բանակցություններից։ Գիտեք հարցը ինչու՞մ է։ Եթե նրան այսպես հեռացրած չլինեին, կարող է լինի, ասենք այսքան ինֆորմացիայի մեջ չկարևորեինք, թե ինքը ի վերջո այս վերջը ինչ ասե եւ այս մակարդակով ինքը բանակցության է գնում։ Մի քանի օր առաջ ինչ էր ասել, Ուկրաինայի դեռ պարզ չէր, որ իրան հեռացրել են։ Ուկրաինայի արծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելեգը հայտարարել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու է չշփվելու փորձերը շարունակել է կենսունակ ռազմավարություն չէ։ Միակ բանը, որի մեջ երբեք չէիք ցանկանա ռուսների հետ գործ ունենալ, հյուծման պատերազմի մեջ մտնելն է։ Սա մի ազգ է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 6 ամսվա ընթացքում Ստալինգրադում կորցրել 70,000 զինվոր եւ շարունակեց կռվել։ Այսպիսով դուք պետք է մտածեիք, թե ինչպիսին են նրանք եւ ինչի ենք ուզում ձգտել եւ չենք ցանկանում ներգրավել նման պատերազմի մեջ, ընդգծել է հատուկ բանագնաց
KLG։ Հիմա ես ուղղակի հատուկ բանագնաց KLG-ի հետ կապված ասեմ, մարդ, որը որ ինքը ռազմական մեծ փորձ ունի, իր այդ փորձով պետք է ինքը ինֆորմացիա ունենա, նախագահին էլ օգնի հուշի, թե ինքը կողմնորոշվի, թե ում հետ գործ ունենք, որ իմանա ինչ բանակցություն պետք է անի։ Գիտա ֆանտաստիկ անգրագիտություն, այն ինչ որ հիմա ինքը ասել է։ Նա Ստալինգրադյան պատերազմը ռուսները չէին կռվում մենակ, խորհրդային միություններ, դա այլ պետություն էր, այլ համակարգ, հայերն էլ պակաս չեն կռվել, մյուսներն էլ։ Հետո Ստալինգրադյան պատերազմի ժամանակ ամենահամեստ հաշվարկով 1.100.000 զոհ ա եղել խորհրդային միության կողմից, Գերմանիայի կողմից 1.5 միլիոն։ Այս 70,000-ը ինչն է հաշվում ինքը։ Այս ձևի է ինքը բանակցություն վարում։ Այս ձևի է իր մոտ առաջանում կարծիք, որը այդ կարծիքը պարտադրի։ Եվ եթե խոսք ա գնում, որ ռուսներն են կռվել, խորհրդային միությունը չի կռվել, ռուսներն են կռվել։ Բայց այդ ժամանակ հարց ա ծագում, բայց համապատասխան Քիթ Քելոգին մեկը չի ասել, երիտասարդ։ Բա որ Ուկրաինան կռված չլինի, բայց չէ որ ռուսները Ուկրաինայի դեմ են, չէ կռվում։ Ասես ռուսը կռվող է, ուկրաինացին կռվող չի։ Բայց եթե ուկրաինացին կռվող չի, 1945 թվականի հունիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում Ուկրաինան ոնց էր հակահիտլերյան կոալիցիայի 50 ստորագրող կանոնադրությունը ստորագրողներից մեկը։ Իսկ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին էլ արդեն ՄԱԿ-ը որ ձևավորվեց, այնտեղ 51 պետություն Ուկրաինան դրանցից մեկն էր, որովհետև այն ծառայությունը, որը Ուկրաինան մատուցել էր, այդ ծառայության համար նա դարձել էր ՄԱԿ-ի անդամ։ Ռուսաստանը ՄԱԿ-ի անդամ չէր, որովհետև Ռուսաստանի ամբողջ տարածքը պատերազմի թաթերաբեմ չէր, բայց Ուկրաինային ու Բելարուսինը պատերազմի թաթերաբեմ էր։ Եվ դա էր պատճառը, որ նույնիսկ Ամերիկայի տարածքում ստեղծված կառույցի մեջ խորհրդային միությունը 3 ձայն ուներ։ Այսինքն իրանք ամեն օր կռիվ էին տալի դիրքերի համար Պոցդամի կոնֆերանսում, որ ով ումից ինչ փոկի, բայց դրանից առաջ իրանք արդեն համաձայնվել էին, որ մրցակից պետությունը խորհրդային միությունը 3 ձայն ունենա, որովհետև Ուկրաինայի, Բելարուսի հարածը հնարավոր չէր մոռանալ։ Իսկ այս ամեն ինչի մասին Քիթ Քելոգը գոնե խաբարա, որ գոնե մեկին մի բան հուշելուս ասի, որ դա ինչ է իրականում տեղի ունեցել։ Դու ընդհանրապես խաբար ես, ով ում դեմ էր կռվում եւ արդյունքում ինչի մասին։ Եթե այս անգրագիտությամբ եք ինֆորմացիա կուտակում, որ դրանով խորհուրդ տակ կամ բանակցեք, պարզա ձեզ ոնց ուզենանք ֆռռացնեն, էլի։ Բայց դրա համար անցել եք ռուսների կողմը, որովհետև չեք հասկացել, որ իրականում ինչ ակա։ Ռուսներն էլ ասել են կռիվը մենք ենք կրել։ Բատոկոսային հարաբերությամբ նայեք, ուկրաինացին է շատ զոհ տվել, Բելարուսը թե Ռուսաստանը։ Ռուսաստանը անհամեմատ ավելի ցածր ցուցանիշ։ Հայաստանը տոկոսային հարաբերությամբ ավելի շատ է զոհ տվել այն դեպքում, երբ որ մենք խաղաղ բնակիչ չի զոհվել, գերմանացին չէր մտել Հայաստան։ Եվ այս մակարդակով խորհուրդ են տալի, հիմա ասում են այդ մարդեն բանակցությունից մեկուսացրել, դե եսիմ ինչ խորհուրդ ա տվել, որ արդեն իրանք էլ չեն դիմացել այս ամեն ինչին։ Ես կարծում եմ, որ Հայաստանում կարելի է այս տրամաչափի անգրագետությունը հնարավոր է Հայաստան, բայց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս կարգի մարդիկ հատուկ բանագնաց են, եւ այս կարգի մարդիկ պետք է գնան երկու պետության միջև նստեն հարցեր կարգավորեն, առանց իմանալու Ուկրաինայի դերակատարությունը երկրորդ համաշխարհային պատերազմում, որը աշխարհն է ճանաչել համաձայնվել է, որ նա ՄԱԿ-ի անդամ լինի, չլինելով սուվերեն պետություն, դե ես ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Դե հիմա դուք պատկերացնում եք մեր վիճակը, որ հենց գիտեինք, թե Փաշինյանին կարանք այն բանը աշխարհակաղակական ճիշտ կողմնորոշումներով ճիշտ իշխանություն փոխել, նոր իշխանություն ունենալ, այն էլ նայում ենք, թե այն ինչ որ մտածել ենք այդ հարցերը Ամերիկայում լուծված է, լայ այս մարդկանց մակարդակը նայեք, էլի ժողովուրդ ջան, շատ ցավալի է, բայց ինչ արած, մենք պետք է ամեն ինչ անենք, գոնե մեր ուժեր նայա, մենք մեծ պետություն չենք, գոնե այդ գրագիտությունն է, համախմբվածությունն է եւ քաղաքական իրադարձություններին լավ իրազեկված լինելն է, որ կարողանանք գոնե դիմակայենք այս արհավիրքներին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։